Մարդիկ, ովքեր շփվել են օրինակ ադրբեջանցիների հետ, ովքեր շփվել են թուրքերի հետ, որտեղ պարզվում է կա, ու երբ որ պարզվում է, որ կա, հանրության աչքում դա անկեղծ նույնիսկ ձեր ընտրողների աչքում դա երբեք լավ բան չի նշանակում։ Դա չի կարող լավ բան նշանակել, հասկանում եք։ Էլ չեմ խոսում այն մասին, որ օրինակ ես պատկերացնում եմ, որ եվրոպական մայրաքաղաքներից մեկում օրինակ ինչ որ ինտուզիաստներ թարգմանել են մեր ազգային ժողովի նիստը ու լսում են, թե ինչպես է ընդդիմադիր падգամավորը ազգային ժողովի նախագահի տեխնացուին հարցնում. դուք թուրք տեսել եք, շփվել եք թուրքի։ Ես վստահ եմ, դա լավ կարծիք չի ձևավորում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մասին։ Դա օրինակ կարար, չգիտեմ, տենց 1930-ականների Գերմանիայում գուցե դա ինչ որ բաներ, արձագանքներ ստանար դրական, բայց չեմ կարծում, որ դրանից հետո որոշակի ինչ որ բան կստանա։ Ու դա լավ բան կլինի առհասարակ։ Հաջորդը, երբ որ փորձում եք այդ բանը տալ, իբր ամեն ինչ բերել, հանգեցնել, որքան հասկանում եք, ձեր բազմակայլ կոմբինացիայի վերջնանպատակը պետք է լիներ այն, որ բերեիք, հասցնեիք նրան, որ կարողա պարոն Ռուբինյանը շփվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Դա էլ ձեզ լավ տեղ չի տանում։ Կներեք, որտեղ ձեր քաղաքական թիմի առաջնորդի անձնագրի մեջ է օտարերկրյա հատուկ ծառայության անուն գրած IC FSB։ Դե անձնագրային գործում, տեսեք, մեր ազգային ժողովի նախագահի տեխնացուն շատ ավելի լավ է տեղեկացված, քան ես։ Անձնագրային գործում է նման բան գրված։ Ու դա էլի ձեզ լավ տեղ չի տանում, ավելին դա ձեզ նույնիսկ փակուղի է տանում, հարգելի գործընկերներ, որովհետև այդ դեպքում ձեր արգումենտներն էլ մեծաշով լավ չեն աշխատում։ Տիկին Ագնեսա Խամոյանը ասում է. Պարոն Ռուբինյան, ձեր հորը այո կալանավորել էին, բայց հիմա էլ են մարդկանց կալանավորել։ Հա, տիկին Խամոյան, բայց խնդիրը գիտեք որն է, տարբերությունը հիմնական այն է, որ պարոն Ռուբինյանի հորը եւ առհասարակ մարտի 1-ի գործով ձերբակալված ու կալանավորված ու դատապարտված մարդիկ անմեղ էին։ Մարդիկ անմեղ էին։ Այո, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք, որովհետեւ այո, մարտի 1-ի գործով այդ մարդիկ անմեղ են։ Այդ մարդիկ անմեղ են։ Այդ մարդիկ հերիք չի ծեծվել էին, հերիք չի նրանց ընկերները սպանվել էին Երևանի փողոցներում, միայն նրա համար, որ հաս չէին այն բանի համար, որ ձեր հայրը կեղծել էր ընտրությունները, որպեսզի իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանին նշանակեր նախագահ, որպեսզի նա էլ պարոն Կարապետյանի հորը ընդուներ աշխատակազմի ղեկավար աշխատանքի, հաս չէին դրա հետ, ու ընդամենը խաղաղ ցույցեր էին անում։ Այդ մարդկանց նախ ծեծեցին, հետո այդ մարդկանց սպանեցին, հետո էլ այդ մարդկանց ընկերներին դատեցին։ Հենց այդ է տարբերությունը։ Ու առհասարակ հատուկ ծառայությունների նաև ես որքան հասկացա, տիկին Արեգնազ Մանուկյանի դստեր մասին էր խոսքը, Աստված բոլորի երեխաներին թող պահի, բոլորի երեխաներին առողջություն եմ մաղթում, բայց հարգելի գործընկերներ, ձեր նախկին թիմակիցը Անդրանիկ Թևանյանը էլի հատուկ ծառայությունների մասին խոսքին գանք էլի մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մեղադրվում է նրա մեջ, որ այստեղ, այս դահլիճում հնչած պետական գաղտնիքները 600 թե 7000 եվրոյով անմեղության կանխավարկածը չխախտելով վաճառել է օտարերկրյա հատուկ 600-700 հազար եվրոյով վաճառել է օտարերկրյա հատուկ ծառայությունների։ Եթե